Ռուսական զենք ՀՊԿ-ին, որի անդամ Հայաստանը սառեցրել է մասնակցությունը կազմակերպությանը, առաջնորդների Բիշկեկյան գագաթնաժողովին Երևանը չի մասնակցում։ Կողմենք Հայաստանի եւ Ադրբեջանի միջև անվերապահ խաղաղության պայմանագրի արագ կնքմանը, ՀՊԿ գագաթնաժողովի հռչակագիրը։ Ինչու հայ կանայք չեն ներգրավում զինված ուժերում, ինչ խոչընդոտներ կան նրանց առջև, հարցը ՆԱՏՕ-ի Երևանյան բարձր մակարդակի համաժողովում։ Հռոմի Պապի արտասահմանյան այցի առաջին կանգառը Թուրքիա, ինչ է քննարկել Էրդողանի հետ կաթոլիկների քահանայապետը։ Փրկարարների համար նախատեսված գումարը պարեկներին, հակագազերի եւ հրդեհաշիջման փրփուր գնելու փոխարեն մոտոցիկլետներ ձեռք կբերեն։ Երկրի որ անկյունում կկարողանաք նշել ամանորը, հյուրատներում տեղ չկա, ամրագրումները վաղուց արված են։ Երկիրն ավելացնում է վարկային բեռը 96.4 միլիոն եվրո վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկից զբոսաշրջությունն ու մարզերը զարգացնելու համար։ Միանգամից 2 նոր գիրք ընթերցողի սեղանին հայրենի եզերքի կորստի ցավը թղթին է հանձնել գրող Զուխրա Երվանդյանը։ Արմենիայի եթերում նորությունների գլխավոր ժամն է, բարի երեկո, ես Շահանե Մեժլումյանն եմ, ամենակարևորն ու դիտարժանը մեր եթերում։ Բիշկեքում կայացել է ՀՊԿ առաջնորդների գագաթնաժողովը, որին Հայաստանը չի մասնակցում։ Ռուսաստանի նախագահը ՀՊԿ-ի հարցում Հայաստանի դիրքորոշման մասին ասել է, մեջբերում եմ, իրենց ընտրությունն է, կապի մեջ ենք։ Գագաթնաժողովին Պուտինը առաջարկ է հնչեցրել սկսել վերազինել ՀՊԿ-ն ռուսական զենքերով։ Բիշկեկյան գագաթնաժողովը հռչակագիր է ընդունել ողջունել Երևանի եւ Բաքվի միջև ակտիվ միջպետական երկխոսությունը։ ՀՊԿ առաջնորդները նշել են, որ կողմ են հայ-ադրբեջանական անվերապահ խաղաղության պայմանագրի արագ կնքմանը։ Բիշկեքում ՀԱՊԿ անդամ երկրների դրոշների շարքում նաև Հայաստանի եռագույնն է։ ՀԱՊԿ անդամ երկրների բոլոր ղեկավարները ներկա են։ Երևանն այս անգամ էլ չի մասնակցում նիստին։ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն է հայտարարում. Հայաստանը սառեցրել է կազմակերպությանն իր մասնակցությունը։ Մենք նրանց տեղեկացնում ենք բոլոր այն նյութերի եւ փաստաթղթերի մասին, որոնք քննարկվում եւ ընդունվում են քարտուղարության մակարդակով։ Նրանք չեն մասնակցում քննարկումներին, բայց չեն խոչընդոտում սահմանափակ ձևաչափով այդ փաստաթղթերի ընդունմանը։ Հայաստանն ըստ քաղաքագետների մանևրում է։ Իշխանությունները ՀԱՊԿ տարբեր նիստերին չմասնակցելը դարձրել են իրենց համար ներքաղաքական խաղաթուղթ եւ արևմուտքին էլ փորձում են ցույց տալ, թե անկախ են Մոսկվայից։ Սակայն միևնույն ժամանակ պաշտոնական Երևանը դեռ չի պատրաստվում դուրս գալ ՀԱՊԿ-ից։ Եթե այս ամենը ուղղված է անկախությանը եւ Հայաստանի անկախությանը վնաս չի տալիս, ինչու չեն լքում կազմակերպությունը լիովին։ Եթե այդ ամենը ի վերջո անվտանգությանը վնաս է տալիս, ինչու են իրականացնում այդ քաղաքականությունը։ Եվ եթե իրականում այս քաղաքականությունը բերում են իրեն, որ Հայաստանի կախվածությունը Մոսկվայից նվազում է, բայց որ կողմերից է նա ավելանում։ Մի կողմից իրենք ցույց են տալի արևմուտքին, որ իրենք այլևս ՀԱՊԿ-ի անդամ չեն, որովհետև հիշում եք, որ ըստ իրենց բացատրությունների արևմուտքում իրենց այդ հարցը տալիս են եւ խիստ դնում են այդ տարբերությունը, կամ դուք ՀԱՊԿ-ի անդամ եք եւ մենք ձեր հետ չենք համագործակցելու, կամ դուք ՀԱՊԿ-ի անդամ չեք։ Քաղաքականության իմաստն է, որ չի խզվում հարաբերությունները կողմերից ոչ մեկի հետ։ Մենք որ Հայաստանը փորձում է ինչ-որ ուրիշ մոդել էլի անվտանգային գտնի, բայց ինչքանով ինքը էֆեկտիվ է, մեծացել։ Մյուս կողմից էլ Հայաստանի իշխանությունները չեն մոռացել 2022-ին ադրբեջանական ագրեսիան։ Հայաստանից տարածքներ օկուպացվեցին։ Ըստ քաղաքագետների Հայաստանի ՀԱՊԿ-ին մեկնած ձեռքը անպատասխան մնաց։ Ըստ քաղաքագետ Իգիթյանի Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս չի գալիս, հասկանալով, որ Ռուսաստանն է ապահովում իր անվտանգությունը։ Եվ ապագայում դա շատ ավելի մեծ դեր կարող ունենա։ Ռուսաստանի համար որևէ մի երկրի ՀԱՊԿ-ից դուրս գալը դա շատ վատ նախադեպ է եւ ի վերջո Ռուսաստանը ինչ որ ձևաչափով պատասխան է տալու եւ կառավարությունը չեն ուզում առնչվեն այդ պատասխանի հետ։ Պուտինն առաջարկեց լայնածավալ ծրագիր սկսել ՀԱՊԿ ուժերը վերազինել ռուսական զենքով։ Доказавшими свою эффективность Դրանք ապացուցել են իրենց արդյունավետությունը իրական ռազմական գործողություններում։ Հիմա մենք տեսնում ենք, որ հիմնականում կշիռը տեսակարար ավելի շուտ ուղղված է դեպի արևմուտքից գնումների սպառազինությանը։ Հիմա եթե լինի ցանկություն հայկական կողմից
ու ֆինանսական հնարավորություններով այդ ամեն ինչը հիմնավորված լինի, ես կարծում եմ դա բանակցելու հարց է, այսինքն ինչ-որ լուծումներ կարելի է գտնել։ Վերջապես Հայաստանի տեսականորեն կարա երկկողմանի շրջանակներում էլ Ռուսաստանի հետ ամեն ինչը իրականացնի, բայց հնարավոր ես չեմ կարծում որ դա բան լինի, որտեղ էլ ասում եմ, այստեղ ավելի շուտ հայկական կողմը առանձնապես ցանկություն չունի, էլ այդ ուղղությունը զարգացնել Ռուսաստանի հետ։ ՀԱՊԿ ողջունել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև ստեղծված ակտիվ միջպետական երկխոսությունը։ ՀԱՊԿ կողմ է համապարփակ կարգավորմանը եւ Հայաստանի ու Ադրբեջանի միջև անվերապահ խաղաղության պայմանագրի արագ կնքմանը։ ՀԱՊԿ-ում նաեւ հույս ունեն, որ առաջիկայում հայկական կողմը որոշում կկայացնի ՀԱՊԿ-ին անդամակցության վերաբերյալ։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։ Կառավարությունը որոշել է կրճատել ռազմարդյունաբերությանը հատկացված գումարները, ոլորտի զարգացմանն ուղղված ֆինանսի մի մեծ հատված գործադիրը ուղղել է այլ նպատակների։ Որոշումը մասնագետների տարակուսանքն է հարուցել ներկա աշխարհաքաղաքական իրավիճակում, երբ ամբողջ մոլորակի վրա զենքի արտադրությունն են զարգացնում եւ ինքնաբավությունը օրախնդիր է, գումարների կրճատումը նրանք անընդունելի են համարում։ Ռազմարդյունաբերության ոլորտի կատարողականը կարծես թե 0 է եղել այս տարվա 9 ամիսներին։ Գայթակղությունը շատ մեծ է, որ ես ասեմ, այո, 0-ն լավ թիվ է հանրային քննարկման տեսանկյունից, բայց դա 0 չի հաստատ։ Մեկ տարի առաջ խորհրդարանում այսպիսի զրույց էր ծավալվում ռազմարդյունաբերության ոլորտում կատարողականի վերաբերյալ։ Հայաստանում տարիներ շարունակ խոսվում է այս խնդրի մասին, երբ բյուջեով սահմանված գումարները ժամանակին տրամադրվում են հայրենական զենքի մշակման համար, սակայն տարեվերջին պարզվում է, որ այդ գումարները չեն ծախսվել։ Ներկայացվում են տարբեր պատճառաբանություններ, որոնք այնքան էլ էական չեն, եթե հաշվի ենք առնում, որ հարևանները, որոնց հետ մենք պատրաստվում ենք խաղաղություն կառուցել, շարունակում են սեփական տարածքներում նորանոր ռազմարդյունաբերական գործարաններ կառուցել։ Գործադիրը խոստացել էր, որ հետևողական լինելու, որպեսզի ռազմարդյունաբերությանը հատկացված գումարները ծախսվեն ըստ պատշաճի, սակայն կառավարության վերջին որոշումը չի խոսում դրա օգտին։ Կառավարությունը իր 1641 որոշմամբ ռազմարդյունաբերության զարգացման ծրագրից կրճատել է 3 միլիարդ 200 միլիոն դրամ եւ ՏՏ ոլորտին նախատեսված պետական աջակցության ծրագրից կրճատել է 3.8 միլիարդ դրամ։ Տարիներ շարունակ ամեն անգամ, երբ ոլորտին առնչվող այս խնդիրն է բարձրացվում, ասում են կառավարությունը գործ անում է, բայց գաղտնիք է, չի կարող բացահայտել, թե ինչ է արվում։ Ինչ վերաբերում է ռազմարդյունաբերությանը հատկացված գումարները ծախսելուն, ապա պատճառաբանվում է, թե անհրաժեշտ նախագծեր չեն լինում ֆինանսավորելու համար։ Մասնագետները սակայն պնդում են, որ կան ընթացիկ բազմաթիվ նախագծեր, որոնք ֆինանսավորման սուր կարիք ունեն։ Հոդվածներից մեկը դա ռազմական նշանակության հատուկ գիտահետազոտական փորձակոնստրուկտորական աշխատանքներն են, պարզ լեզվով ասած նոր զենքի սպառազինության նմուշների մշակումը։ Մյուս հոդվածը դա փորձանմուշների արտադրությունն է, պարզ լեզվով ասած այն ամենը, ինչ ընկերությունները ստեղծել են իրենց ուժերով, դրանց փորձանմուշներ ստեղծել, զորային փորձարկումների տանել, որպեսզի հասկանալի դառնա, պարզ դառնա, ասենք այդ փորձարկումների ընթացքում դրանց արդյունավետությունը, կիրառման սահմանները, կիրառելիությունը եւ այլն։ Դեռ այս տարեսկզբին կառավարությունը վերանայել էր ռազմարդյունաբերական նախագծերի ֆինանսավորման կարգը։ Նոր կարգավորումներ էին սահմանել, որոնց համաձայն էլ այլևս ընտրվում են նոր զենքի նմուշների նախագծերը, ֆինանսավորում դրանց հետագա զարգացումը, փորձանմուշների արտադրությունն ու փորձարկումները։ Հիմա ավելի երկար են ուսումնասիրում նախագիծը, մինչև դրա նախնական ֆինանսավորմանը համաձայնություն տալը։ Ընթացակարգային մասը միայն տևում է 6 ամիս։ Այսինքն ակնհայտ է արդեն այն ժամանակ, որ ինստիտուցիոնալ հիմքեր են ստեղծվում անգործությունը արդարացնելու համար։ Ուղղակի ակնհայտ է։ Պարզ էր, որ իրենք նպատակ չունեն այս փողերը ծախսելու։ Հարևան Ադրբեջանը չնայած տարատեսակ մեծ ու փոքր ուղիների բացման, առևտրի եւ խաղաղության մասին զրույցներին, ամեն տարի նոր պայմանագրեր է կնքում իսրայելական եւ թուրքական ընկերությունների հետ, որոնց աջակցությամբ զարգացնում է սեփական ռազմարդյունաբերական համալիրը եւ ապահովում ինքնաբավությունը, թեկուզ հենց ռազմամթերքի արտադրության ոլորտում։ Այս ֆոնին կառավարության նշված որոշումն առնվազն տարակուսանք է առաջացնում։ Արմեն Աթալյան, ժամը լրատվական։ Ինչն է խոչընդոտում կանանց ավելի շատ ներգրավված լինել զինված ուժերում, եթե նրանք նույնիսկ հրապուրված են զինվորական գործով։ Հարցը քննարկել են ՆԱՏՕ-ի Երևանյան բարձր մակարդակի համաժողովում։ Բանակային կյանքում կանանց առջև ծառացող խնդիրներով հետաքրքրվել է Էդուարդ Պողոսյանը։ Մինչև բունորակարգին անցնելը քննարկելը, թե մեր զինված ուժերում կանանց ներգրավվածությունն ինչու մեծ չէ, ժամը մարդու իրավունքների պաշտպանին հարցնում է, իսկ ինչ բողոքներ ահազանգեր կան հենց կին զինծառայողներից, ինչից են դժգոհում նրանք։ Օմբուդսմենն արձանագրում է, սեղանին բազմաթիվ դիմումներ ունեն, դրանց հիմնական մասը կարծրատիպերի պատճառով առաջացած խնդիրների մասին։
Առաջին հերթին վերաբերում են այն ընդհանուր կարծրատիպերին, որոնք մեր երկրում առկա են, կարծրատիպեր, որոնք կարող են տարաբնույթ լինել, թե այն առումով, որ կինը միգուցե չի կարող որոշումների կայացման գործընթացում հատկապես պաշտպանության ոլորտում դերակատարություն ունենալ, թե ընդհանուր կարծրատիպերը, կանանց անձնական կյանքի եւ այլ հարցերի առնչությամբ, որոնք միանշանակ ազդում են նաեւ զինվորական ծառայության շրջանակներում իրենց իրավունքների պաշտպանվածության վրա։ Իսկ Հյուսիսատլանտյան ռազմաքաղաքական դաշինքի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը, ով առաջին անգամ է Երևանում, փաստում է, միայն Հայաստանի անվտանգային եւ պաշտպանական համակարգերում չէ, որ կանանց մասնակցությունը ցածր է, եւ դրա պատճառներն էլ ըստ Իրեն Ֆելինի գրեթե ամենուր նույնական են։ Ես չեմ կարող առանձնացնել Հայաստանի համար, այսպես ասենք, վերհանված որևէ խոչընդոտ, որովհետև դրանք գրեթե բոլոր երկրներում նույնն են, հիմնականում առաջանում են մշակութային առանձնահատկությունների կամ օրենսդրական բացերի պատճառով։ Այս բոլոր խնդիրները արդյունավետ պաշտպանություն եւ անվտանգություն, կանանց նշանակալի մասնակցության խթանումը Հայաստանի զինված ուժերում եւ դրանից դուրս խորագրի ներքո Երևանում անցկացվող բարձր մակարդակի միջազգային համաժողովի օրակարգում են։ ՆԱՏՕ-ի կապի գրասենյակի նախաձեռնությունն է, համախմբել են պետական ու միջազգային կառույցների դիվանագիտական կորպուսի, քաղաքասարակության եւ փորձագիտական համայնքի ներկայացուցիչներին։ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ասում է, մեր երկրի զինված ուժերում կանանց ներգրավումը ռազմավարական անհրաժեշտություն է, մինչդեռ այսօր նրանք ոլորտում փոքր տեղ են զբաղեցնում։ Աշխարհի տարբեր երկրներում իրականացված ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ կանանց եւ տղամարդկանց հավասարակշռված մասնակցությունը զինված ուժերում ավելի արդյունավետ են դարձնում այդ կառույցները եւ վերջիններիս ավելի մեծ հաջողությամբ են լուծում բարդ խնդիրները։ Այստեղ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ընդգծում է, որքան խոսենք անվտանգային եւ պաշտպանական համակարգերում կանանց ներգրավվածությունը խթանելու մասին, որպես առաջնահերթություն պետք է առանձնացնենք ոչ թե քանակական, այլ բովանդակային նպատակները։ Շատ կարևոր է, որպեսզի կանայք ունենան պատշաճ առաջխաղացման հնարավորություններ եւ ունենան նաեւ դերակատարություն որոշումների կայացման մակարդակում։ Այդ առումով պետք է նշեմ, որ Հայաստանում միանշանակ իրավիճակը դեռևս շարունակում է զարգացման կարիք ունենալ, որովհետև մենք կարելի է ասել, որ գրեթե չունենք կանայք այս ոլորտում, հատկապես զինված ուժերում, որոշումների կայացման մակարդակում ներգրավված։ Զինված ուժերում կանանց նշանակալի մասնակցություն ամբողջ հասարակության ներգրավվածության սկզբունքով մասնագետները մեր երկրին առաջարկում են այս ճանապարհով առաջ շարժվել, շարունակ կարևորելով մարդու իրավունքները, հաշվետվողականությունը, թափանցիկությունը եւ իրավունքի գերակայության ապահովումը։ Համաժողովի ընթացքում ի դեպ քննարկվեց նաև կանայք, խաղաղություն եւ անվտանգություն օրակարգի շրջանակում Հայաստանի ազգային գործողությունների պլանը, առաջընթաց կա, հետագա զարգացման խոչընդոտներ նույնպես։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։ Այժմ այն մասին, թե ինչ ենք դիտելու թողարկման երկրորդ հատվածում։ Հռոմի Պապի արտասահմանյան այցի առաջին կանգառը Թուրքիա, ինչ է քննարկել Էրդողանի հետ կաթոլիկների քահանայապետը։ Փրկարարների համար նախատեսված գումարը պարեկներին հակագազերի եւ հրդեհաշիջման փրփուր գնելու փոխարեն մոտոցիկլետներ ձեռք կբերեն։ Երկրի որ անկյունում կկարողանաք նշել ամանորը, հյուրատներում տեղ չկա, ամրագրումները վաղուց արված են։ Ժամը շարունակում է աշխատանքը Արմենիայի ուղիղ եթերում։ ՑՄ հազատազրկում Ղրիմի կամրջի պայթյունի համար մեղադրվողներին նրանցից 3-ը հայեր են։ Դատարանը այսօր 8 մեղադրյալի մեղավոր է ճանաչել ահաբեկչության, պայթուցիկ նյութերի ապօրինի շրջանառության եւ մաքսանենգության համար։ Նրանց նաեւ պարտավորեցրել են 7 միլիարդ ռուբլի վճարել տուժած ընկերություններին ու անհատներին։ Կաթոլիկների քահանայապետ Լևոն 14-րդ պապը սկսել է իր առաջին արտասահմանյան ուղևորությունը Թուրքիայից։ Անկարայի նախագահական համալիրում տեղի ունեցել դիմավորման արարողությունը Էրդողանի գլխավորությամբ։ Հռոմի Պապի պատվին արձակվել է 21 կրակոց, երկկողմ հանդիպմանը հաջորդել են պատվիրակությունների հետ բանակցությունները։ Պապը նաև այցելել է Թուրքիայի հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի դամբարան։ Ի դեպ Էրդողանի հրավերով Անկարա է մեկնել Պոլսո հայոց պատրիարք Սահակ II մասնակցելու Հռոմի Պապի ընդունելությանը։
Վերադառնանք Հայաստան, գործադիրում դեռ չեն ամփոփել հարկային եւ քննչական մարմինների կողմից տնտեսվարողների հանդեպ դրսևորվող ավելորդ խստությանը վերաբերող բողոքները։ Կառավարության նիստի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշելով այս մասին նաեւ հավելել է, որ շաբաթ օրն աշխատաժողով ունեն, կքննարկեն եւ կհասկանան, ում փաստարկներն են արդարացի եւ հակառակը։ Տնտեսվարողներից նամակներ եմ ստանում այն մասին, որ հարկային մարմինները, այսպես ասած, չափից ավելի խստապահանջ են եւ նաեւ քննչական մարմիններ։ Մեր սկզբունքը հետեւյալն է, որ Հայաստանի Հանրապետությունում չպետք է լինի որևէ տնտեսվարող, որը ունենա օբյեկտիվ հիմք ասելու, որ կառավարությունը հարկային գործունեության ֆիսկալ պրոցեսների արդյունքում իրենից վերցրել է թեկուզ մի լումա ավել հարկ։ Անտարային հրդեհների դեմ պայքարող փրկարարներին այսօր անհրաժեշտ տեխնիկայի փոխարեն տեխնիկա ոստիկաններին։ Կառավարությունը նախատեսում է հատուկ նպատակային այլ նյութեր ծախսային հոդվածը կրճատել ավելի քան 90 միլիոն դրամով։ Գործադիրը որոշել էր փրկարար ծառայության համար ձեռք բերել հակագազեր, հրդեհաշիջման փրփուր, արտակարգ իրավիճակներում կիրառվող սարքեր։ Դրանց փոխարեն, սակայն, կրճատված 90 միլիոն դրամով որոշվել է ձեռք բերել 10 նոր մոտոցիկլետ պարեկային ծառայության եւ 105 քառակուսի մետր մակերեսով շարժական ջրային տախտակամած ջրային պարեկային ծառայության համար։ Ինչու այդ գումարները պիտի տրվեն այնին, տրվեն այդ տեխնիկական միջոցների, մեզ այդ պահին մենակ մոտոցիկլետն է պակաս, չեն կարողանում հրդեհները մարդիկ սանջամա եղան, նույնիսկ մարդը մահացել են տեղ այնի, դա կարելի է այդ վիճակում թողել այդ մարդկանց այդտեղից փողը տրել ու տալ ինչ-որ մոտոցիկլետների, չգիտեմ, պատերների եւ այլն։ Եթե որոշել եք ամանորը Հայաստանի գեղատեսիլ վայրերից մեկում նշել, ապա պետք է շտապել, հյուրատներում գրեթե տեղեր չեն մնացել, ամրագրումները վաղուց են արված, գներն էլ այնքան բարձր են, որ շատերին հուշում են արտերկրում տոնը նշելու միտքը։ Հսկայական պահանջարկ կա անբավարար առաջարկի դիմաց, պատճառը մասնագետները այստեղ են տեսնում։ Ներգնա տուրիզմի խնդիրները Քնարիկ Պետրոսյանի ռեպորտաժում։ Ամանորին ընդառաջ Հայաստանի ներգնա տուրիստական շուկան կրկին բախվել է նույն խնդրին՝ բարձր գներ, սահմանափակ առաջարկներ եւ ամրագրումների գրեթե բացակայություն։ Շատերը փորձելով ամանորյա հանգիստ կազմակերպել Հայաստանի մարզերում բախվում են նույն պատասխանին՝ տեղեր չկան։ Նոր տարին տանը չդիմավորողների համար առաջարկվող հյուրանոցների թիվը քիչ է, իսկ որքան մոտենում է ամանորը, այնքան գներն աճում են։ Շատերը ամրագրումները սկսել են դեռ հոկտեմբերից, կանխատեսելով դեկտեմբերի գնաճը։ Օրինակ, դեկտեմբերի վերջի օրերին 2 գիշերը Դիլիջանում 360,000 դրամ է, 3 գիշերը 715,000 դրամ։ Վաճառը հիմնականում այն է, որ հյուրանոցները ուղիղ են վաճառքանում, տուրիստական ընկերությունների հետ չեն համագործակցում։ Ու այդ պատճառով իրենք ուղիղ վաճառքները անում են հաճախորդներին, տուրիստականները այդ փաթեթները չեն ստանում, իրենք էլ արդեն տեղամ տեղերը սպառված են դինում։ Ավելի մատչելի տարբերակ գտնելը գրեթե անհնար է։ Շուկայում զեղչային կամ նախնական ամրագրումների միասնական համակարգ գրեթե չկա։ Հյուրանոցները հաճախ հայտարարում են փաթեթները դեռ պատրաստ չեն։ Շուտով դեկտեմբերին առաջարկվող փաթեթները գալա ընթրիքով կրկնակի եռակի թանկ են լինելու։ Բուքինգի միջոցով էլ ամրագրումներ գրեթե չեն կարողանում կատարել։ Տեղերն արդեն սպառված են։ Հայաստանի միայն Սյունիքում կնախատեսենք Հայաստանի տարածքում։ Սպառվել է, թե հյուրանոցների հետ չեք համագործակցում։ Միայն Սյունիքում ենք նախատեսում։ Այսինքն ես մարզերում չունենք, որտեղի սպառվի կամ չգիտեմ։ Փաթեթներ չեք առաջարկում։ Չէ։ Շուկայի մասնագետները գների աճը կապում են հետևյալ գործոնների հետ՝ անբավարար առաջարկ, մեծ պահանջարկ, վերահսկողության բացակայություն, հյուրանոցների ինքնաբավ գնային քաղաքականություն, տուրիստական ընկերությունների սահմանափակ գործիքակազմ։ Տուրիզմի Միացյալ Ֆեդերացիայի ղեկավարի խոսքով վերահսկողությունը պետական քաղաքականություն է, որը պետք է ամրագրվի սահմանադրությամբ։ Արդյոք վերահսկող մարմինը չի կարող միջամտել խնդիրը լուծելուն, քանի որ շուկան ազատ է, ինքնակարգավորվող։ Վերահսկողություն բացարձակ չկա, ասում են շուկան ազատ շուկա է, այսինքն իրենք ինչպես ուզում են, այդպես էլ աշխատում են։ Եվ պետությունը չի կարող գները ինքը սահմանել։ Համեմատաբար մատչելի են դառնում արտերկիր ուղղությունները։ Օրինակ դեպի Եգիպտոս կես միլիոնից մինչև 1 միլիոն դրամ, Վրաստան մինչև 7 օրյա հանգիստ ավելի ցածր գնով։ Նույնիսկ Երևանի եւ Թբիլիսիի հյուրանոցային գները համեմատելիս երևում է, Երևանում գները առնվազն 20% ավելի բարձր են, իսկ եթե համեմատենք Ծաղկաձորի հետ, բազմապատիկ ավելի։ Քնարիկ Պետրոսյան, ժամը լրատվական։
Հայաստանն առաջին անգամ ընտրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության կոմիտեի անդամ։ Փարիզում անցկացված քվեարկության ժամանակ մեր երկիրը գրանցել է լավագույն արդյունքը 161 հնարավորինից 105 ձայն ստանալով։ Հայաստանը հնարավորություն կստանա բարձրաձայնել իր մշակութային եւ բնական արժեքների մասին, առաջարկել դրանք ընդգրկել եւ պահպանել համաշխարհային ժառանգության ցանկերում։ Ռոտացիայի ձևով նոր ընտրություններ են կազմակերպում, իրականացնում են, Հայաստանը իր տեխնիկացությունը առաջադրել է եւ այնտեղ պետք է պաշտոնյա պահի, այդ արձանագրություններ կազմի, չգիտեմ, որոշումների կայացման վրա որոշակի ազդեցություն ունենա, որը վատ չի։ Միջազգային հեղինակության համար լավ։ Կրկին դադարմերի եթերում կվերադառնանք րոպեներ անց։ Երկիրն ավելացնում է վարկային բեռը 96.4 միլիոն եվրո վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկից զբոսաշրջությունն ու մարզերը զարգացնելու համար։ Միանգամից 2 նոր գիրք ընթերցողի սեղանին հայրենի եզերքի կորստի ցավը թղթին է հանձնել գրող Զուխրա Երվանդյանը։ Մետեո աշխարհ ինչպես կանցնի ուրբաթը ավելին հաջորդի։ Մենք վերադարձանք, շարունակում ենք թողարկումը։ Հայրենիքը արժեք է, որը չի բանաձևվում, գրող գրականագետ Զուխրա Երվանդյանը այս համոզմանն է։ Հայրենիքի կորստի ցավի մասին խոհերը նա թղթին է հանձնել։ Ընթերցողի սեղանին միանգամից 2 գիրք է դրել։ Մեկը հայրենի եզերք Արցախի, մյուսը ներքին հույզերի խռովումների մասին։ Հայրենիքից չեն խռովում, հայրենիքը մեր շնչառությունն է։ Հենց այս անմնացորդ նվիրումի ու սիրո մասին է արցախցի բանաստեղծ գրականագետ լեզվաբան Զուխրա Երվանդյանի հոգու շշուկներ եւ բովտունս իմ լեռներում է ժողովածուները։ Հերոսները մեր օրերում ապրող մարդիկ են իրենց անցյալով ու ներկայով, սիրով ու երազանքներով, հիասթափություններով, ցավով ու տառապանքով։ Պատգամս է չընկճվել, չխեղճանալ, չծնկել։ Գիրքը կարդալիս մարդը պետք է հասկանա, հայրենիքից չեն խռովում, հայրենիքը ապրելու ձև է, հայրենիքը մտածելու կերպ ու ոճ է, հայրենիքը այն արժեքն է, որը չի բանաձևվում։ Զուխրա Երվանդյանի լեզվամտածողությունը կուռ է, ամուր ու կայացած։ Այսպես են գնահատում գոլեգաները, մտերիմներն ու ընկերները, որ կյանքի մեծ ճանապարհ են անցել նրա հետ։ Գրողի տողերում ծիծաղն ու լացը, ողբն ու երջանկությունը կողք կողքի են ապրում։ Ամեն ինչի մասին է գրում ու բոլորի ցավը իրեն է համարում։ Զուխրա Երվանդյանի լեզվամտածողությունը շատ պարզ է, հասարակ, իր բառը ասում է առանց զարդարանքների, որովհետև այդ ասելիքը, այդ զարդարանքները իր խոսքի էության մեջ են, իր ենթատեքստերի մեջ են։ Թումանյանն ասում էր աչքի պես պարզ, աչքի պես բարդ, այնքը այդ տիպի գրող է։ Գրքի շնորհանդեսը նաև անակնկալներով նշանավորվեց։ Մրցանակներ ու պատվոգրեր գրողին գրականության ոլորտում ներդրած զգալի ավանդի համար։ Իր ստեղծագործությունների մեջ կա շատ խորը փիլիսոփայություն առաջի հերթին, շատ բարձր է ազգային արժեքները, իրեն մոտ կան շատ խորը, շատ որակյալ մտավորականին համահունչ, ուրեմն գենակոդեր։ Միջոցառումը նաև գրողի ամենահայտնի ու սիրված ստեղծագործությունների ընթերցումներով էր եւ նրա գրչով կյանք ստացած երգերով։ Օվկիանոսները ելնում են ափից Եվ պատառոտում իրենց անխմը։ Սվետլանա Ավդիշյան, Վահրամ Ավոյան, ժամը լրատվական։ Հայաստանի գիտատեխնոլոգիական պոտենցիալն ու մշակութային ապագան 3 ստեղծագործ երիտասարդների կերպարներով բացահայտել է ֆրանսահայ ռեժիսոր Ալեքսիս Փազումյանը։ Մոսկվա կինոթատրոնի էկրանին այսօր կայացել է նրա նոր ֆիլմի պրեմիերան։ Աջակիցները Yandex Armenian եւ Կինոպոիսկն են։ Դիրիժորը Գորգերի սիրահարն ու տիեզերական տեխնոլոգիաների մասնագետ է, ինչը կարող է միավորել այս մարդկանց։ Ստեղծագործելու անհագ ցանկությունը, հայրենիքը եւ ապագան։ Նկատի ունենք ապագա ֆիլմը, որը ստեղծվել է Yandex Armenia-ի եւ Կինոպոիսկի աջակցությամբ։ Ֆիլմի ռեժիսորն Ալեքսիս Փազումյանն է։ Ֆրանսիայում իր ստեղծագործական կարիերան կառուցած կինոգործիչը ֆիլմի միջոցով յուրովի է բացահայտում արտերկրում կայացած մարդու կապը հայրենիքի հետ։ Միջազգային համայնքը մեզ ճանաչում է պատերազմի
պատերազմի միջոցով, կոնֆլիկտի միջոցով։ Ես ցանկանում եմ, որ իրենք Հայաստանը սկսեն դիտել այլ անկյունից, որտեղից կերևա թե ինչքան մեծ ներուժ ունի մեր երկիրը, ինչ մեծ ստեղծագործական պոտենցիալ կա մեր երիտասարդության մեջ։ Բացառված չէ, որ ապագան դառնա խթան Սփյուռքի երիտասարդների համար անելու այն, ինչը արել են ֆիլմի հերոսները։ Մարդիկ, որոնք պահպանում են դինամիկ կապեր աշխարհի հետ, բայց եւ փորձում են քարը քարին դնել հայրենիքում։ Նրանցից մեկը Կայլն է, ում կապը Հայաստանի հետ առաջացել է գորգերի միջոցով։ Ֆիլմի մեջ, որը մենք այսօր նայելու ենք, դիտելու ենք, այս գորգի ամբողջ գործման ընթացքն ենք տեսնելու ոչխարներից, հովիվից մինչև վերջնական արդյունք։ Yandex Armenia-ի եւ Կինոպոիսկի աջակցությամբ ստեղծված ֆիլմի խնդիրն է նաեւ ցույց տալ Հայաստանը որպես գիտական եւ տեխնոլոգիական ապագա ունեցող երկիր, որտեղ երիտասարդները ներգրավված են այնպիսի ոլորտների զարգացման process-ում, որոնք այնքան հեռու են թվում մեզանից։ Խոսքը տիեզերքի մասին է, որը նվաճելու համար իր փոքր ներդրումն է ունենում ֆիլմի մյուս հերոսը՝ տիեզերական տեխնոլոգիաների մասնագետ Գայանեն։ Ցույց տվեցինք, թե տիեզերական տեխնոլոգիաների ուսուցման process-ը առհասարակ Հայաստանում ինչպես ենք փորձում առաջ տանել։ Ապագա ֆիլմի պրեմիերան Կինոպոիսկում տեղի է ունեցել նոյեմբերի 27-ին։ Այն արդեն ջերմ ընդունելություն է գտել Մոսկվա կինոթատրոնի մեծ էկրանին ցուցադրությունից հետո։ Հանդիսատեսը արժանվույն է գնահատել ստեղծագործական թիմի ապագայի տեսլականը։ Արմեն Նաթալյան, Զորաբ Քարամյան, ժամը լրատվական։ Վստահ լինել, որ նորակառուցում գնաց բնակարանի տերն ես լինելու, շինարարության ընթացքում խաբեության կամ խարդախության զոհ չես դառնալու, ավարտին էլ տան բանալիների հետ սեփականության վկայականն ես ունենալու։ Գնորդների բոլոր ռիսկերը գնահատել, ներդրումների պաշտպանության միջազգային երաշխիք են խոստանում կառուցապատող Art Company-ն, Agro Realty անշարժ գույքի գործակալությունը եւ FS ապահովագրականը տարածաշրջանում եզակի համագործակցությամբ։ Գրչի մեկ հարվածով Հայաստանի կառուցապատման շուկայում ստեղծվում է պատմական իրադարձություն։ Շնորհավորում եմ բոլորիս այս կարևոր իրադարձությունը կյանքի կոչելու համար։ Տարածաշրջանում աննախադեպ համագործակցության մեկնարկը ազդարարում են Art Company կառուցապատող ընկերությունը, Argo Realty անշարժ գույքի գործակալությունը եւ FS ապահովագրական ընկերությունը։ Այսուհետև գնորդի վճարումների ապահովագրություն միջազգային երաշխիքով ծրագիրը կպաշտպանի գնորդի տարաժամկետ վճարումները նորակառույցի շինարարության փուլում։ Ավելի պարզ ասած, պայմանագրային պարտավորությունները չկատարելու դեպքում ձեր գումարը կվերադարձնեն մինչև 30 օրվա ընթացքում առանց բյուրոկրատական քաշքշուկների։ Ի դեպ, ապահովագրությունը գնորդների համար անվճար է։ Սա իրոք մեծ հեղափոխական քայլ էր Հայաստանի անշարժ գույքի ոլորտի համար եւ սա մենք մի քանի ամիս տարի հետո սրա պատուղները կարող ենք զգալ, որ մարդիկ ավելի շատ կվստահեն, ավելի շատ ձեռք կբերեն բնակարաններ, որոնք դեռ կառուցման ընթացքում են, պատրաստ չեն եւ ռիսկերը հավասարացնել են 0-ի։ Եզակի ֆինանսական գործիքը արդեն գործում է Գյուրջյան Կասկադ եւ Ֆիրդուս Prime Residence նախագծերում շինարարության ամբողջ ընթացքում մինչեւ շենքի ավարտական վկայականը եւ բնակարանի գնորդի փոխանցումը։ Անկախ նրանից, թե ինչ կարգավիճակում է տրված կանխավճարները, ամբողջ գումարը 30 օրվա ընթացքում ապահովագրողը եթե վերադարձնում գնորդին։ Դա մեծ նվաճում է մեր գնահատականով։ Այս համագործակցությունը շուկայի առաջատարների հետ վստահության երաշխիք է հաճախորդների համար։ Գնորդները ստանում են առավելագույն ֆինանսական անվտանգություն, իրենց ներդրումների 100% պաշտպանություն եւ միջազգային մակարդակի ապահովություն բնակարան ձեռք բերելու ամբողջ գործընթացում։ Շատ կարևոր է, որպեսզի կառուցապատող ընկերությունները ունենան թափանցիկ աուդիտ արած հաշվետվություններ, գործընթացներ եւ օպերացիոն ռիսկեր, որը որ Art Company-ի պարագայում մենք տեսել ենք։ Ապահովագրական գործընկերն է FS ապահովագրական ընկերությունը, իսկ բոլոր պարտավորությունները վերաապահովագրված են Լոնդոն մարքետում գործող ավարկանիշ ունեցող առաջատար վերաապահովագրական ընկերությունների, ինչպես նաև Շվեյցարիայի հեղինակավոր եւ միջազգային վստահություն վայելող վերաապահովագրական ընկերությունների միջոցով։ Սվետլանա Ավդիշյան, Վահրամ Աբոյան, ժամը լրատվական։ Նոր համակարգ բանակից տարկետում ստանալու համար գործադիրի նոր նախագծով տարկետում կտրամադրվի Շանհայի վարկանիշավորման ցանկի առաջին 5 տասնյակում ընդգրկված աշխարհի լավագույն բուհերում սովորելու, ապա վերադառնալու եւ կառավարության նշած վայրում աշխատելու համար։ Օրվա մյուս ուշագրավ լուրերը մեկ տեսաշարով։
Գործադիրը Վայոց ձորում մթերողներին 143 միլիոն դրամ սուբսիդիա կհատկացնի արենի եւ ոսկեհատ տեսակների խաղող մթերելու դեպքում։ Այս տարվա հոկտեմբերի 1-ից առնվազն 700 տոննա եւ ավելի քանակությունը նվազագույնը 220 դրամով մթերելու դեպքում 1 կիլոգրամի համար սուբսիդավորումը կկազմի 70 դրամ։ Կառավարությունը 3 միլիարդ դրամ դոտացիա էլ կհատկացնի Երևանի քաղաքապետարանին 45 տրոլեյբուսների ձեռքբերման նպատակով։ Հիմնավորման մեջ նշվում է, որ Երևան քաղաքի բյուջեում արկա է որոշակի թերհավաքագրում, հատկապես հանրային տրանսպորտի ուղևորների վճարման մասով։ 2025-ի բյուջեով տրանսպորտի ուղևորների եկամտից ստացված միջոցները նախատեսվել էր 21 միլիարդ 304 միլիոն դրամ, սակայն սպասվում է 5.5 միլիարդ դրամի թերհավաքագրում։ Հայաստանը կրկին վարկ է վերցնում միջազգային կառույցներից։ Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկը Հայաստանին 96.5 միլիոն եվրո վարկ կտրամադրի զբոսաշրջության եւ մարզային ենթակառուցվածքների զարգացման ծրագիրն իրականացնելու համար։ Ծրագրի ընդհանուր արժեքը 120 միլիոն 500 հազար եվրո է, որից 96.5 միլիոն եվրոն վարկային միջոցներ են, իսկ 24 միլիոն 100 հազար եվրոն կառավարության համաֆինանսավորումը։ Սրբազան պայքարի գործով անցնող միակ կնոջ Լիդիա Մանթաշյանի կալանքը վերացվեց։ Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ բավարարեց պաշտպանների միջնորդությունը։ Լիդիա Մանթաշյանի նկատմամբ կկիրառվի համակցված խափանման միջոց, վարչական հսկողություն եւ 2 միլիոն 500 հազար դրամ գրավ։ Հիշեցնեմ, դատարանը նախորդ նիստին նոյեմբերի 20-ին որոշել էր Լիդիայի կալանքը երկարաձգել եւս 3 ամսով։ Պեկ Մաքսայիններ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների հետ համատեղ կանխել են Հայաստանի պետական սահմանով Մաքսային հսկողությունից թաքցված խոշոր չափի տաքացվող ծխախոտի արտահանման փորձը։ Հայաստանի տարածքից Բագրատաշեն անցակետ է մուտք գործել կենդանիների տեղափոխման համար նախատեսված դատարկ բեռնատար ավտոմեքենա։ Տրանսպորտային միջոցն ուղղորդվել է ռենտգեն տեսազննման կայան։ Պատկերի վերլուծության արդյունքում բեռնատարի վերելակի պատերի հատվածում նկատվել է կասկածելի խտություն։ Էնդոսկոպիկ տեսանկարահանող սարքը ֆիքսել է, որ ներսում թաքցրել են 22300 տուփ տաքացվող ծխախոտ։ Կազմվել է Մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություն։ Նայիրի Մուրադյան, ժամը լրատվական։ Եվ թողարկման ավարտին եղանակ Լիլի Հովերն է տեղյակ օդերևութապանների կանխատեսումներին։ Բարերեկո եղանակի տեսության հովանավորն է Ֆերոսի ապրանքանիշը, իր հուսալիան վտանգ գերխնայով գազի կաթսաներով։ Դրանք պաշտոնապես ներկայացված են էքստերիեր խանութ սրահներում։ Ֆերոսի եղանակ ստեղծող կաթսաներ, Մետեո աշխարհ նախ Հայաստան։ Մեր երկրի մեծ մասում ուրբաթը կանցնի լիարժեք արևոտ երկնքով, առանց ստեղումների, ջերմաստիճանը էապես չի փոխվի։ Վաղը ցերեկը Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի եւ Վայոց ձորի լեռնային գոտիներում կդիտվի 7-ից 12 աստիճան։ Վայոց ձորի եւ Արագածոտնի նախալեռներում կանխատեսվել է 10-ից 14, Լոռիում 11-ից 15, Տավուշում 13-ից 17 աստիճան։ Հարարատում, Արմավիրում կդիտվի 11-ից 14, Սյունիքի հովտային գոտիներում սպասվում է 15-ից 18, Սյունիքի նախալեռներում 11-ից 14 աստիճան։ Երևանում օրը կանցնի առանց ստեղումների արևոտ երկնքով, այս գիշեր սպասվում է 1-ից 3 աստիճան ցուրտ, ցերեկը 10-ից 12, երեկոյան 5-ից 7 աստիճան տաքություն։ Այսքանն էինք պատրաստել այսօրվա համար, ես ձեզ հրաժեշտ եմ տալիս եւ մաղթում խաղաղ գիշեր։